Ինչ եմ ասում։ Այո, իհարկե դուք գիտեք այդ հարցի պատասխան, ինչ եք այդ հարցը տալիս։ Պատասխանել եք, ստացել եք, բայց որտեղ բոլոր 7 պատգամավորներին ուղարկվել է, չեմ արձագանքել։ որևէ ձևով կքննարկեք դիմումը այդ որ ձեզ ուղղել է նամակը, որ ինչ եք։ Մենք հիմա դուք հիմա ռեալիթի շոու եք կազմակերպում, թե ինչի մասին եք խոսում։ Այսինքն քաղաքացին նամակ է գրել Նամակ ուղղել, այդ նամակի ճակատագիրը չհասկանաք, ինչ եք արել։ 4 տարի ինձ 6 տարի ինձ քաղաքացիներ նամակներ են գրում։ Ո՞ր մեկի մասին եք խոսում։ Ղազարյանի նամակ։ Դա մյուս ձեզ թվում է մյուս քաղաքացիները ավելի անկարևոր հարցեր են բարձրացնում։ Ոչ պարզապես դա ձեր օրակարգում է այսօր։ Մենք էլ հարց ենք ուղղում ձեզ։ Պարոն Եղոյան, երբ որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը Չէ, ես չի որ այս թեմայից խոսափում, ուղղակի եթե շոուի կարիք ունեք, ինչպես։ Երբ որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ էր հանդես գալիս, չունենալով խորհրդարանական մեծամասնություն, շոու էր անում։ Նիկոլ Փաշինյանը շոու չէր անում։ Բա ինչն է, Որովհետև գործողության շոուն ինքը ոչ թե գործողության ֆիզիկական, տեխնիկական կողմն է, այլ դրա քաղաքական կոնտեքստը։ Քաղաքական կոնտեքստից կախված է գործողությունը կարելի որակել կամ շոու կամ քաղաքական գործընթաց։ Նույն գործընթացը տարբեր քաղաքական կոնտեքստներում կարող է մի դեպքում լինել շոու, այսպես դիտումների եւ այլի համար։ Մյուս դեպքում կարող է լինել քաղաքական գործընթաց։ Իսկ այստեղ կոնկրետ ինչն է ձեզ տանում, այո, ինչից եք դուք բանանում, որ այդ Ես այդ թեմայի շուրջ նույնիսկ եմ ասում, զուտ ուղղակի զարմանում եմ ինքս վրա, բայց ուղղակի ձեր նկատմամբ եղած հարգանքից ուղղակի impeachment-ից հիմա դուք մեր Չէ, ուղղակի ես դուրս, ինձ շատ մտահոգում է, որ մամուլի ազատությամբ աշխարհում 34-րդ տեղը զբաղեցնող պետությունում լրատվամիջոցները, որտեղ իդեպ այդ զեկույցի մեջ ասում է, որ մամուլի մի մեծ հատված դեռ սպասարկում է նախկին օլիգարխիկ համակարգի, դուք անկախի մեջ էիք, Նարեկը անկախի մեջ է։ Ինձ մտահոգում է, ինձ գիտեք ինչն է մտահոգում, որ իմ դիմաց հիմա կանգնած է 7 լրագրող եւ 7-ի մոտ նույն հարցն է։ Ինձ դա է մտահոգում։ Նորմալ իրավիճակում, սովորական ազատ լրատվամիջոցներով երկրում ամեն մեկը մի հարց, որովհետև ամեն մի լրագրողի մտքում մի հարց բնականորեն կարող է տարբեր հարցեր պիտի որ ծագեն։ Հնարավոր չի, որ 7 լրագրողի մտքում առավոտյան, եթե իհարկե 7 լրագրողների հարցն էլ նույն կենտրոնից չի եկել։ Ինձ դա է մտահոգում, թե չէ ես ոչ մի հարցից չեմ վախենում, թե չէ։ Հա, որովհետև ֆրակցիան խոսում է քաղաքական գծով, այո, ֆրակցիայում կա քաղաքական գիծ, մենք մի ֆրակցիա ենք, դուք մի լրատվամիջոց եք բոլորդ, եթե դուք բոլորդ նույն լրատվամիջոցից եք, ասեք իմանաք։ Բայց դա չի նշանակում, որ մենք երկրորդ, երրորդ այլ թեմաներ չունենք, պարոն Եղոյան։ Երկրորդ հարցն էլ է ձեր մոտ գրած, երրորդն էլ է գրած, եւ դրանք նույնն են։ Որովհետև Ժորժ ջան, բանը վիճակագրորեն, նույնիսկ եմ ասում, հնարավոր չի, որ անկախ առանց հեգնանքի, առանց բարոյախոսական ճարերի։ Չի, հեգնանքն էլ, կներեք, բայց հա։ Ես բան եմ ասում, ինչ գնահատական։ Սա ձեր Նիկոլ Փաշինյանի դիմաց չենք մենք որպես ընդդիմադիրներ, որոնց կարա համբալ անվանի եւ ձայն չհանեն, տալիս է լրագրողը հարց պատասխանեք, չեք ուզում մի պատասխանեք, որ Ես ասացի ու այլ բան ասացի, փոխադարձ իսկ ձեր հարցը հեգնանք չի ձեր հանդեպ, ձեր հարցը ինքնին։ Ձեր հարցը ձեր հանդեպ հեգնանք չի։ Այնա որ դուք այդ հարցի պատասխանը գիտեք, բայց դուք միևնույնն է։ Ձեր նախկին եւ ասել է, որ մայիսի 20-ին տեխնացուի անուն է տալու, որը գուցե լինի նաեւ Շատ հետաքրքիր է։ Եվ այն որ դա ասել է Հովիկ Ղազարյանը, որը այլ մարդ է։ Քան ձեր նշած անձը, նա այլ մարդ է, նա այլ քաղաքական կոնտեքստ է, նա չգիտեմ, թող խոսի, չգիտեմ, պիտի ասի ամբողջական, չգիտեմ։ Ես ծանոթ չեմ այդ մի կոնտեքստին, պիտի նոր եմ ձեզանից լսում, բայց կոնտեքստին ծանոթանում կասեմ։
տվեք մեկ հարց, տեսեք, TV5-ը ունի տարբերվող հարց, ինչը շատ, թե նույն հարցը բոլորդ ունեի։ Դուք մի րոպե էլի, դուք համ արձանագրում եք, որ Հայաստանը 34-րդ տեղն է, կներես Կարմեջան։ 34-րդ տեղը համեմատ բան է կամ ասեք հարցերը խմբագրել ես, ինչ հարց եք տալիս։ Բա հենց դա է խոսքի ազատությունը, որ Ես չեմ խմբագրում, ես ուղղակի իմ զարմանքն եմ արտահայտում առ այն, որ բոլորի մոտ նույն հարցն է ծագում։ Հնարավոր չի, որ բոլոր լրագրողների մոտ ազատ տարբեր դա էլ ձեր իրավունքը, բայց դա արդեն ոչ թե լրագրողի վերաբերմունք է, այլ ուղղակի տենց հայտարարություն է քաղաքացու, որը շատ հետաքրքիր է։ Հա։ Ան Եղոյան, ձեզ երբ է օրինակ հարմար գանք հարցերով քննարկենք։ Ինչ ասես, չլսեցի։ Ձեզ երբ Խանգարում է, տեսեք ձեր գործընկերը։ Ձեզ երբ է հարմար գանք հարցերը քննարկենք հարցազրույցից առաջ գանք հարցեր քննարկենք, պայմանավորենք, որ դուք Ես հենց այդ մենք հենց նրա համար ենք մամուլի ազատությամբ 34-րդ տեղ աշխարհում, որ հարցերը նախորդ իշխանության հետ չեն քննարկվում։ Եթե այլ տեղեր էլ չքննարկվեին հարցերը, կլինեինք ոչ թե 34-րդ տեղում, այլ 14-րդ տեղում։ Որտեղ է քննարկվում։ Ես չգիտեմ, որովհետև ես ասում եմ զուտ վիճակագրական, ես նույնց եմ ասում, եթե նույնց եմ ասում, վիճակագրորեն հնարավոր չի, որ անկախ, իրարից անկախ 7 տարբեր լրատվամիջոց միանգամից մարդը դուրս գա դահլիճից ու նույն հարցը տան, այդպես նույնց եմ ասում, չի լինում, որտեվ ամեն լրատվամիջոց պիտի որ ունենա իր խմբագրական քաղաքականությունը։ Հիմա մենք քննարկում ենք օրինակ հակակոռուպցիոն օրինակի համար, կրակոցները, եթե հիմա այս պահին մենք սկսեցինք իմպիչմենտից, դա չի նշանակում, որ կրակոցների մասին հարցը ձեզ չի։ Դե նույնց եմ ասում, սովորական իրավիճակում տարբեր լրագրողներ տարբեր հարցեր են տալիս։ Եթե դուք եւ Ադրբեջանը նույն թեմաներից եք խոսում, պետք է մտածենք, որ դա նույն տեղից են գրվում այդ տեքստերը։ Չէ, դե նայած ոնց ենք խոսում, նայած ինչն է փերանգներով նույնց եմ ասում, չէ, ելքը չէ։ Բոլորը գուցե նույն հարցը տան, բայց ամեն մեկը իր նյութն անում, մենք եւ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցում են նույն թեմաների վերաբերյալ, իրարից տարբեր այսինքն քանի որ թեման, բայց դա համեմատելի չի, դուք էլի բաները հարացույցերը խառնում եք իրար, ձեզ իրաց ոճով, բերում եք, չգիտեմ, լրիվ ուրիշ կոնտեքստի մեջ եք դա դնում։